Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ-սրաների ցանցը, Gentleman's House Barber Shop-ը, Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը, Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ-սրաների ցանցը, Իջևանի գինու գործարանը, Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը Ցուցադրման հովանավորն է Tactical Bunker զինվորական պարագաների խանութ սրահը 9 նախընտրական խաղ եւ եզրափակիչ անցան լավագույն տասնյակ Այս անգամ նրանք հավաքվեցին որպեսզի 3 հանդիպում անընդմեջ անցկացնելով պարզել թե ով է նախագծի ախտորը Քերքերը թեժանում են պայքարը դառնում է ավելի խոստումնալից Ամեն սխալ ճակատագրական է լինելու Կարմիրները պետք է ավելի զգոն լինեն իսկ սևերին հաղթանակը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ճկուն մարտավարություն Չերի մաֆակումբը եւ կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City հեռուստանախագիծը, այսինքն մաֆիան քաղաքում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ողջույն սիրելի մասնակիցներ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, որովհետեւ մենք եզրափակիչ փուլում ենք։ Իդեպ ասեմ ես sense նայելով կարծես թե ունեմ մի հետաքրքիր նշմար, ոնց որ դուք եք ասում խաղի մեջ, հետեւյալն է, որ Սաթեն, օրինակ դու կարող ես երազանք պահել։ Գիտես ինչու։ Որովհետև քո աջ եւ ձախ կողմում նստած են Արտյոմները։ Պահել եմ։ Անայի, դու նույնպես։ Որովհետև քո աջ եւ ձախ կողմում նստած են Արմանները։ Հրաշալի։ Այնպես որ հետաքրքիր ինձ թվում է երազանք կպահեք, ինչ դուք երազանք եք պահում, ասեմ հետեւյալը, որ սիրելի մասնակիցներ, ինչպես նշեցի սկզբում, սա եզրափակիչ փուլն է Ընդհանուր առմամբ մրցարշար է եղել, բոլորը տեղյակ է նաև մեր հեռուստադիտողը, որտեղ մասնակցել է 30 մասնակից, սիրելի հեռուստադիտող։ Եվ իդեպ 30 մասնակիցներից եզրափակիչ անցել է այս տասնյակը։ Այնպես որ ողջունում եմ ձեզ սիրելի մեր մասնակիցներ։ Այս փուլում ասեմ, որ մասնակիցները պետք է խաղան 3 խաղ։ Նույնպես վարկանշային է եւ 3 խաղի արդյունքում կորոշվի հաղթողը։ Հաղթողը բնականաբար առաջին տեղ գրավողը ստանալու է մեր գլխավոր մրցանակը, դա Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների խանութ-սրահի կողմից հեռախոսն է։ Երկրորդ տեղ գրավողը ստանալու է LH Travel տուրիստական ընկերության կողմից երկօրյա հանգիստ 2 անձի համար նախատեսված Հայաստանի լավագույն վայրերից մեկում եւ երրորդ հորիզոնական զբաղեցնողը ստանալու է անակնկալ նվեր Իջևան գինու գործարանի կողմից։ Դե ինչ, սիրելի մասնակիցներ, ընդհանուր առմամբ այսքանն է։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեր հովանավորներին, շնորհակալություն կազմակերպիչներին, այսինքն Չերի մաֆակումբին, շնորհակալություն նաեւ կենտրոն հեռուստաընկերության ողջ անձնակազմին։ Սկսենք խաղը, սիրելի մասնակիցներ։ Գիշեր քաղաքում։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն
հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Բարի լույս բոլորին։ Ես ասեմ սիրելի մասնակիցներ, որ ինչպես որ նշեցի սկզբից, սա վարկան նիշային խաղ է, ցանկանում բոլորի բարձր որ լինի տրամադրությունը եւ իհարկե Անահիտ ջան, քո թույլտվությամբ սկսենք խաղը։ Միանշանակ։ Համար 1 համեցեք։ Ողջունում եմ բոլորին, նախ ուզում եմ շնորհավորեմ մեզ, որ անցել ենք եզրափակիչ փուլ։ Ես ինչ-որ sense ներքին բան ունեմ, որ շատ հետաքրքիր խաղ է լինելու, կարմիրները շատ ուժեղ են խաղալու իմ գլխավորությամբ։ Սևերը տխուր հեռանալու են սեղանից, ներեք սևեր։ Մեզ լավ խաղ եմ մաղթում, այսքանը, բաս։ Շնորհակալություն, համար 2։ Ողջունում եմ բոլորին։ Պոզիցիոնի ընդունեք համար 1-ի տեխնացիոնը, համար 1-ի տեքստը վատը չէր, համար 1-ի տեքստը ավելի շատ բացման տեքստ էր, դա հենց ոչ մի գույն կոնկրետ ես հիմա չգտա ինչքան 50%-ով կարող է լինել սև, այդքան 50%-ով կարող է լինել կարմիր։ Առաջարկում եմ այս բոլոր խոսակցությունները, որ խաղի ընթացքում լինում է, ես կարմիր խաղացող եմ, ուշադիր լսել, ես կոնկրետ ուշադիր բոլորիդ լսելու եմ, որ գտնեմ ոչ թե սև խաղացող, այլ գտնեմ կարմիր խաղացող, իր հետ փորձեմ խաղալ սևերի դեմ ու փորձեմ հաղթել որպես կարմիր խաղացող։ Ես հələ որ մեկի հետ կխաղամ, ինչքան էլ իր տեքստը 50-50 էր, բոլորս մաղթում եմ լավ խաղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 3։ Շնորհավորում եմ էլի բոլորիս ու ուզում եմ ընդգծել, որ մինչ այս են 20 հոգին, որ մեզ հետ խաղում էին, շատ լավ խաղացողներ ունեին 20 հոգու մեջ, բայց դա ինչ-ինչ պատճառով այդ չի նշանակում, որ չեն ընդգրկվել, որ վատ էին խաղում։ Ուղղակի թիմային խաղա, փորձենք թիմ, հիշում եք անցած խաղը 8-9 համարի հետ էի խաղում, էլի այստեղ ստոլ 4-րդի հետ էի խաղում, հիշում եք ես անընդհատ ընդգծում էի 6-ին։ Փորձենք թիմ կազմել, թիմով խաղալ։ Լսենք բոլորիս տեքստերը, անցած անգամ էլ այդքան խնդրեցի, պարտադիր լսենք իրար, պարտադիր։ Համար 1-ի բացումից դուր եկավ, լավ էր, դեպի իրեն տարավ, այսինքն 50-50, բայց համար 2-ն է կպավ իրոն, երկուսն է իմ համար լավն էին, երկուսն էլ իմ համար լավն էին, կարմրոտ էին, կլսեմ մնացածը արդեն կհասկանամ, բոլորիս հաղթանակ, այսինքն կարմիրներից հաղթանակ, բոլորիս կարմիրներից հաղթանակ, երեխեք խնդրում եմ ինձ կոնե երկրորդ գիշեր չխփել։ Շնորհակալություն, համար 4։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք այս փուլում, գրեթե բոլորի հետ խաղացել ենք, գրեթե բոլորի հետ, բացի իմ շատ սիրելի Անահիտ Կիրակոսյանից, ես ողջունում եմ, շատ սիրում եմ քեզ, ես ուզում եմ անպայման կիսվել իմ այդ զգացմունքով, մենք առաջի անգամ ենք հանդիպում, գրեթե բոլորս, որտեղ հա, բացի քեզանից բոլորի հետ խաղացել ենք, արդեն բոլորի ոճը խաղային, մի փոքր գիտեմ, դե բոլորն էլ երևի ինձանից են ինչ-որ մի բան հասկացել այս ընթացքում։ Ինչ ասեմ, հաղթանակ ուժեղագույններին, իսկ ուրիշ անալիզ դեռ չունեմ անելու խոսացածներից։ Հաղթանակ բոլորիս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 5։ Ողջունում եմ բոլորիս, ուզում եմ ասում հանգիստ խղճով եմ ձեզ ողջունում, որտեվ ոնց որ ուզում էի կարմիր եմ եկել ու իմ հետ խաղացողները արդեն իմ աուրան գիտեն, անկեղծ չեմ կարողանում ստեմ ու ստեղ խաղամ, կցանկանամ արագ կազմել իմ համար կարմիր թիմ, չգիտեմ, միանշանակը համար իմ 9 ճիշտ անցած խաղին ինձ սևեր տեսնում, ճիշտ էր տեսնում հանեց կխաղամ, որտեվ ես իր էներգիան աուրան շատ սիրում եմ, անդրադառնամ համար 1-ին, համար 3-ը ճիշտ ասեց, ինքը տանում էր իրան դեպի, բայց տանում էր ինձ թվում ավելի շատ սև, քան կարմիր, ասեմ որովհետև ինձ թվում է համար 1-ը իմ նման է չի կարում ստի աչքերի մեջ մի տեսակ այնց ուրիշ բան տեսա որ ինձ ավելի կեղծ թվաց ավելի շատ դեպի սև տարավ համար 2-ը կցանկանամ կարմիր լինի որովհետև ինքը իմ համար ճիշտ խաղացող է կիրթ խաղացող է համար 3-ը իմ համար միշտ մնաց ինչ իր հետ խաղացել եմ ինքը իմ համար շատ ուժեղ սև խաղացող է իրականում ինձ թվում է կփաստ են մասնակիցները համար 2 դիմը համար շատ ուժեղ սև խաղացող է 10 վայրկյան համար 4-ի խոսքը իմ համար ոչինչ չասող էր որպես այդպեսին գույն տալ չեմ կարող 50-50 համար 4 այսքանը մեզ բոլորիս լավ խաղ Շնորհակալություն Նարի համար 6 համեցեք Բարի երեկո, առաջին ինֆորմացիան, որ ուզում եմ տալ, մտածում եմ, որ համար 5-ը
առաջին շրջանի տվյալներով կլինի միակ կարմիր խաղացողը հստակ այս սեղանի, ովքեր որ փորձ ունեցել են արդեն իր այդ խաղալու, ինձ թվում է կնկատեն ինչ տարբերություն կա իր տեքստում։ Ես 3-4 ման եմ գալու մի սև խաղացող գոնե, որ մտածում եմ համար 3-ը սև է, 1-2-ի գույները գիտի, դրա համար կարմրացրեց, որովհետև մեկի տեքստը 50-50 լավագույն դեպքում, մեկը իմ դուրը տենց շատ չէր եկել, որ իրան կարմրացնեի, երկուսն էլ տեխնացիոնը դրեց ու կպավ, էդ էլ ինձ դուր չեկավ։ Հիմա ես 3-4-ի տեխնացիոններն էլ կդնեի, որ ինձնից առաջ գոնե 5-ը մեկինը պետքա դներ, ընդունեք 3։ Ընդունված է 3։ Բայց ակնկալում եմ, որ իզնից հետո կլինի 4-ի տեխնացիոն։ Ինչ կարևոր ինֆորմացիա ունեմ ասելու։ Համար 4-ի բոլոր խաղերը հետևել եմ եւ խաղացել եմ, համար 4-ի զրոյական տեքստերը եղել են մոտավորապես այսպիսին եւ հետո ինքը բարձվել է սև խաղացող, կարծում եմ համար 4-ի ստուգում անպայման այս սեղանին կա։ Այդքանը լավ խաղփաս։ Խնդրեմ 7։ Ես եմ ողջունում ու շնորհավորում բոլորին, շատ ուրախ եմ գտնվել այստեղ եւ խաղալ ձեզ հետ։ Համար 5-ը իմ համար միանշանակ կարմիր խաղացող է, ես 5-ի հետ դեռ չեմ խաղացել, բայց խաղերը նայել եմ ու իր սևի խոսքն էլ գիտեմ, կարմիրի խոսքն էլ գիտեմ ու հիմա շատ կարմիրական խոսած հստակ կարմիր խաղացող է, այս փուլում խաղում եմ հստակ համար 5-ի հետ, համար 6-ի հետ էլ կփորձեմ խաղալ, որովհետև 6-ը նույն մտքերը ասեց, որոնք ես էի ուզում ասել։ 1-ից 4 ես 2 սև եմ տեսնում, 3-ը իմ համար sense մի քիչ տարօրինակ խոսած։ 2-ը որ դրեց 1-ի տեխնացիոնին կոմպոզիցիոնի դրեց, բայց խաղաց 1-ի հետ, 1-2 կփորձեմ խաղալ, բայց 50-50 եմ տեսնում այնտեղ, հստակ չեմ կարող խաղալ կամ չխաղալ։ Արդեն մյուս առավոտվա ընթացքում կլսեմ ավելի հստակ կասեմ, համար 4-ը մենք իրար հետ սև խաղացել ենք, լավ ենք խաղացել այն ժամանակ սև։ 10 վայրկյան։ Հստակ գույն չեմ կարող տալ, կուզենամ կարմիր լինի, որ երի խաղանք։ Շնորհակալ եմ, փաստ։ Շնորհակալություն։ Համար 8։ Համեցեք։ Տեսեք, առհասարակ ես շատ մեծ զգուշությամբ եմ վերաբերվում, երբ որ առաջի կրուկ արդեն գույներ են բաժանվում, բան արվում, հա, հասկանում եմ խաղի կանոններն է, բայց երբ որ հստակեցվում են խաղացողների գույներն, ամանավանդ համար 5-ի հետ ես չեմ խաղացել, կդժվարանամ ասել, հա, տեքստերի պահով, սա ինձ լարում է։ Համար 1-ի հետ եմ խաղացել, գիտեմ, որ փայլուն խաղացող է, բայց խոսքը ականջս քերեց, ասած քանակերտու բարբարով։ Չէ, ես բան չունեմ ասելու, միշտ բացելը դժվար է։ Բայց տեսեք, 1, 3, 4 ըստ էության մի աչոմ տեքստ էր։ Այսինքն միգուցե սա առաջի կրուգի ոնց որ մինուսներն է, չէ, բան չունեմ ասելու երեխեք։ Բայց հիմա, երբ որ 3 հոգի մի աչոմ տեքստ են ասում, սա որոշակի, ասենց ասեմ, մտածելու տեղատալի կխաղամ 7-ի հետ, ինչի համար, որովհետև Շնորհակալություն։ Համար 9։ Համար 5-ը իմ համար 100% կարմիր է, որովհետև իրոք զգում եմ էներգիան ու այն ժամանակ երբ որ սև էիր, անկեղծ հստակ զգում էի, որ դու սև էիր։ Իմ համար կարմիր է խոսացել, համար 6-ը, որովհետև ուզում է խաղին օգուտ տա ու գտնում է իրոք կարմիրներ, կարմիր է խոսացել համար 7-ը, ինձ համար ինչքան էլ համար 4-ի հետ չեմ խաղացել, բայց զգացի ինչ որ ոչ անկեղծ բան, կներեք իհարկե առաջին անգամ, բայց զգացի, որ ոնց որ դուք ավելի շատ ուզենայիք իմ հետ խաղալու բանը, տանեիք նրան, որ չխոսայիք ոչ կարմիրների, ոչ սևերի, այլ ուղղակի ժամանակ ոնց որ ծախսեիք։ Բայց համար 8-ն էլ ինձ համար մարդել մի րոպեն ոնց որ օգտագործի ուղղակի ինչ որ բանի համար, երբ որ կարմիր ես, ուզում ես կարմիրներին գտնես։ Համար 2-ը ուզեցել է կարմիր գտնի, ամեն դեպքում ես հակված եմ, որ ինքը կարմիր է։ Համար 1-ը շատ զագադիչներ, անկեղծ 50-50 էր։ Համ ուզում եմ, որ կարմիր լինեք, համ եմ մտածում մեջը ինչ որ մի բան կա։ Այսպես դեռ ոչ մի տեխնացիոն չեմ դնում։ Համար 4-ին կասկածում եմ, դնեմ, համար 4-ին դնեմ տեխնացիոն։ Այո, դնում եմ տեխնացիոն։ Շնորհակալություն։ Ու ինչին։ Ես հիշեցնեմ համար 9-ը, որ եթե տեխնացիոն ունեք առաջադրելու, պետք է ասեք ընդունեք, այս ինչ համար տեխնացիոն։ Այո, ձեր ժամանակը սպառված է։ Համար 10։ Շնորհակալություն, փորձեմ հնարավորինս արագ ողջունում եմ այդ մասը բաց թողենք։ 1-2-ին իրականում ես այդքան շատ վատ չեմ տեսել իրանց տեքստերը, համար 3-ին շատ էր այդտեղ ատական, ես չեմ մտածում որ 3-ը կարծիքով ավելի շատ սև ինչ լսեցի 3 առաջիններ Իվարկյան, այդ եմ ասում։ Ես մտածում եմ ավելի շատ 4-ն է սև խաղացող, քան 3-ն է սև խաղացող։ Ես մտածում եմ դրա համար ես խնդրում որ 4-ի տեխնացիոնը դնեք, ես մտածում եմ 4-8 կիսենք, ընդունեք 8, ընդունեք 3, ցավոք սրտի 4-ինը չկա, 3-ինը կա, դրա համար 8-3-ա կիսվում։ Ոնց են կիսում 1, 2, 3, 4, 5 խաղացողները քվեարկում են համար 8-ին։ 10, 9, 8, 7, 6 խաղացողները քվեարկում են 3-ին։
Ես ում եմ, ես 1-2 մտածում եմ ավելի լավն են, 3 ես մտածում եմ կարմիրա, 5-ը կարմիրա, 4-ին լավ չեմ տեսել, 8-ին լավ չեմ տեսել, 9-ի պոզիցիան ինձ ոչ մի բան չասեց իրական։ 6-ը 3-4 որ սև էր դնում, ավելի շատ 3-ին էր ակցենտ անում, դրա համար ես մտածում եմ 6 այդքան լավը չի։ Այդքան։ Սիրելի մասնակիցներ, երբ որ հնչի քվեարկություն բառը, ոչ մի ժեստիկուլյացիա եւ ոչ մի միմիկա։ Եթե ես նկատեցի ժեստիկուլյացիա այդ ժամանակ եւ միմիկա, կստանաք նկատողություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 1, 3, 8։ 1, ովքեր են համաձայն խաղի թռանը համար 1-ը, շնորհակալություն 0 ձայն։ 3, ովքեր են համաձայն խաղի թռանը համար 3-ը, շնորհակալություն 5 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի թռանը համար 8-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսվել է 3-ի եւ 8-ի միջև։ 3:30 վայրկյան։ Դու որ լինեիր համար 6 ջան, իմ տեղը ինչ պիտի խոսեիր։ Ես քո ատական իմ վրա չհասկացա տենց է։ Okay, դու շատ լավ խաղացող ես, դու կարաս խոսես։ Հիմա ես 1-2 լսել եմ ու ինձ սեված մի խոսքով։ Ես խաղում եմ համար 10-ի հետ, որովհետև ես քեզ ընդհանրապես վատ եմ տեսնում։ Ընդհանրապես խոսքի խի։ Մի խոսքով համար 1-2-ը ես հիմա էլի չեմ կարող ասեմ, ես մարդկանց էլի պետք է լսեմ, խաղը նոր է բացվել։ Համար 5-ի հետ եմ խաղում ու համար 10-ի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 8:30 վայրկյան։ Ինչ եք խաղում համար 10-ի հետ։ Չէ, ես պատասխան չեմ ակնկալում, տեսեք, համար 10-ը 1, 2, եթե չեմ սխալվում 3 եւ 5, չէ, միգուցե 1 կամ 2 խաղացողի մեջ սխալվեմ, բայց ակնհայտորեն միանշանակ տպավորություն ստեղծվեց, որ այն մարդիկ, ովքեր հիմնական թիմի կողմից ընկան կասկածի տակ, համար 10-ը փորձում է ոնց որ կարմրացնի, ինչի համար։ Սա մեկ, ես չեմ հասկանում, ես չեմ ասում սև եք, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանամ, համար 3-ը, այդ ինչից դուրս գալով համար 10-ի հետ խաղում ենք։ Լավ է խոսած, օքեյ, դե լավ։ Այսքան բան, այս ասում եմ Շնորհակալություն։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն, տեխնացուներն են 3, 8, 3, ովքեր են համաձայն խաղի թռանը համար 3-ը, շնորհակալություն 6 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի թռանը համար 8-ը, դրեք խնդրում եմ ձեռքերը, շնորհակալություն 4 ձայն։ Համար 3, 6 ձայն հավաքելով լքում եք խաղը 1 րոպե մահախոսական։ Գնում եմ կարմիր խաղացող երեխեք։ Համար 5-ի Արտան ինքը իմ համար սևացա, որովհետև կարմիր խաղացող, դու խի ես ուզում առաջի խաղը մեկը դուրս գա։ Դու ուրեմն սև ես խաղում։ Ինքը իմ համար, չգիտեմ, ես համար 10-ի հետ, ես ինձ եմ ափսոսում, որ քո տեքստը ինձ դուրս եկավ, ես քեզ կարմրացրեցի։ Հիմա գնում եմ երեխեք կարմիրներ ուշադիր եղեք տեքստերին։ Ուշադիր եղեք։ Ես էլի 10-ին եմ, 10-ի հետ եմ, 1-ին 2-ին նորմալ չեմ լսել, չեմ կարող ասեմ, բայց 6-ը 100% սև է երեխեք։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Դոնը չստուգեց ոչ մեկին, քանի որ նա խաղի մեջ չէր։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առավոտ է, որովհետև մենք առաջի ցերեկ զրոյական շրջանում, այդպես կարելի ասել, արդեն մարդ ունենք, ով դուրս է եկել, դա համար 3-ն է, բայց ասեմ, այդքան պետք չի ուրախանալ համար 6, որովհետև հիմա դուք նույնպես դուրս եք գալիս խաղից, որովհետև սևերը կրակել են ձեզ։ Խնդրեմ, 1 րոպե մահախոսական։ Թեորիայում տենց հնարավորություն մեկը կա, որ համար 5-ը կարա լինի կարմիր խաղացող, ինքը իր բացատրությունը կարա տա, գուցե կարա ստուգված լինի անգամ։ Ես մտածում եմ սևա 4-ը 10-ը, 8-ի տեքստը լավն էր կիսվելուց հետո, 8-ը նորմալ հարց էր տալիս, ես էլ 3-ի
կիսվելուց հետո տեքստը չհավանեցի։ 10-ին կարմիրացնելու չկա։ Մտածում եմ 9-ա կարմիր, 5-ն է կարմիր, առաջի շրջանի տեքստերով որ տեսել եմ։ 1 2 7-ը չեմ կարող ասել։ 4-ը ստուգված սև է ոնց որ թե անգամ։ Դե շատ դժվար խաղալնելու, մի քիչ կարմիր այն խաղացողները, ովքեր կարմիր քարտն են քաշած, պետքա կենտրոնացած լինեն ու ուշադիր լսեն խաղը, այս խաղը չպետքա կորի, հաշվի առեք, որ 3-ը կարա գնացած լինի կարմիր խաղացող ու այդ սցենարով խաղացեք, էլի։ Ամեն դեպքում որ կրիտիկայի չհասենք։ Լավ խաղ, փաս։ Շնորհակալություն։ Համար 2 շրջանը դուք եք բացում, խնդրեմ։ Կարանք մտածենք, որ համար 3-ը գնացել է սև խաղացող։ Իրավունքը ունենք։ Ես մտածում եմ, որ 5-րդ համարի խաղացող որ կոնկրետ խաղը ջարդել է, էլի եթե չեմ սխալվում, էլի է խաղը, որ խաղը ջարդել եք։ Իմ կարծիքով 3-րդ համարը գնացել է սև խաղացող, երբ արդեն 3-ն ու 4-ը խոսում է, ես շփվում եմ համար 10-ի հետ, համար 10-ին ասում է 3-ն ու 4-ով են քո համար, ինքը ասում է 1-ը սև է, 1-ն ու 1-ը իրանցից։ Իմ կարծիքով իրանք երկուսով են սև, համար 4 ջան, հարգելի համար 4 ջան, ասենց ասեմ, ստուգված սև խաղացող եք, ընդունեք համար 4-ի թեկնածությունը։ Ընդունված է 4։ Իմ թիմն է 1-2, ոչ դեմ համար 10-ին դեռ։ 8 էլ կխաղամ, որտեղ 8-ը կոնկրետ տենց հանգիստ վերլուծում էր, իսկ 9-ն էլ տենց բարի հայացքով բոլորին նայում լսում է։ Իմ կարծիքով ես ստուգումը պետք է լինի 7-ի մեջ։ 7-ի մեջ։ 10 վայրկյան։ Բան բացառության սկզբունքով ես եթե էլ մնացած ուրիշ ոչ մի սև չեմ գտնում, իմ կարծիքով մնում է 7-ի ստուգումը։ Դրամը ընդունեք 4, համար 4 ջան ուշադիր։ Հաստատված է։ Շնորհակալություն։ 4 Շնորհակալություն, ես այդպես էլ մի բան չհասկացա, թե որտեղից այդ հաստատ, որ ես ստուգված սև խաղացող եմ, չեմ հավատում։ Անկեղծ չեմ հավատում։ Ինչ որ ես ասելու եմ, դա նրանից չի, որ տեխնացիոնից դնում է համար 2-ը, դրա համար հիմա ես արդեն սկսում եմ կասկածել համար 2-ի վրա։ Հենց սկզբի խոսալուց, երբ որ առաջինի տեքստի հետ կապված ինքը ինչ որ բան ասեց, այդտեղ իմ համար անհասկանալի էր։ Հիմա այս կրուգից հետո, որ ինքը պնդում է, որ ես ստուգված սև խաղացող եմ, ես շատ կասկածում եմ համար 2-ին, իսկ համար 8-ի հետ քանի որ մի անգամ ես այն որ ասացի, չէ՞ մի քիչ առաջ որ նոր սկսում էինք խաղալ, արդեն որ ծանոթ ես մի քիչ խաղավոճերին մարդկանց։ Համար 8-ը այն սկզբում որ դրել էինք ու ես քվեարկում եմ, ես դնում եմ համար 8-ի տեխնոսություն ընդունեք։ Ես շատ արդեն կասկածում 8-ի տեխնոսություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ 5 Օй, ասենց ասեմ, սեղան ջարդել հետ կապված երկրորդ անգամն է ոնց որ ես դեպ պատահում, ոնց բայց առաջին անգամ եթե հիշում եք ճիշտ սև խաղացող էի հանել հենց առաջին անգամ խաղը ջարդելով խաղից։ Ես ճիշտ ասած հակված եմ մտածել որ համար 2-ը ավելի շատ կարմիր խաղացող է, բայց մի հատ բան ինձ թույլ չի տալի հավատամ դրան, օրինակ որովհետև ինքը կարմիրացնում է առաջին մասնակցին, իսկ առաջին մասնակիցը 90%-ով չգիտես խես մտածում եմ ինքը սև խաղացող է, խնդրեմ շերիֆին ստուգել։ Ու չեմ հասկանում թե իմ հետ չի խաղում, որովհետև ասած իմ համար թիմ 2-ն է, մեկ էլ չեմ շնոր թիվ ասեցիք, մեկ էլ այդ դեպքում դուք իմ հետ խաղացել եք, դուք ֆակտ պետք է հասկանաք, նաև հիմք լիներ իմ խաղընկերների խոսքը, որ ես հիմա իրոք հանդես եմ գալիս որպես կարմիր խաղացող, դուք իմ հետ չեք խաղում, շատ կասկածել էր ձեր միտքը, համար 4-ի հետ, չգիտեմ համար 4-ի հետ կապված ինչ ասեմ իրականում, երևի սև խաղացողը չգիտեմ, իմ համար կարմիր է հիմա ռեալ, երևի 7-ը, 10 վայրկյան Համար 2-ին կխնդրեմ շերիֆին ստուգել, շատ եմ խնդրում ստուգել, որովհետև կուզենամ կարմիրինի, որ ես հանգիստ համար 2-ի հետ խաղամ, բայց շատ կասկածելի հանգամանքներ կա, ես որ հիմա չեմ կարմիր այդ, որպես իրան կարմիր տեսնեմ։ Այսքան շնորհակալություն։ Համար 7 Տեսեք, ճիշտ է 5-ը սեղան է ջարդել, բայց հիմա կասեմ ընդունեք համար 4, ամենայն հարգանքներս, ստուգված սև խաղացողը տվյալ պահին որ ունենք համար 4-ն է, պլյուս որ համար 8-ի տեխնացիությունը դրեցիք, համար 8-ը իմ համար ամենակարմիր խաղացողներից է 5-ից հետո։ Ես խաղում եմ համար 8-ի հետ, խաղում եմ համար 5-ի հետ, 1-2 էլ չեմ հստակ հələ չեմ կարող ասեմ, բայց ինձ թվում է իրանք կարմիր խաղացողներ են, ու կփորձեմ խաղամ, եթե շերիֆը ձեր մեջից է 7-ի ստուգում եք ուզում, 7-ին ստուգեք, ավելի լավ ստուգված կարմիր կլինեմ, արդեն ավելի հստակ գույներ կիմանանք։ Համար 9-ն էլ
էլ եմ կարծում, որ կարա լինի կարմիր խաղացող, բայց նախորդ խաղից ելնելով արդեն համար 9-ի հետ փորձ կա, դրա համար հստակ գույն չեմ կարող տալ։ Այ համար 10-ն էլ է իմ համար կասկածելի։ Ինձ թվում է 3-ը սև է գնացել, 3, 4, 10 կարա լինի։ 10 վայրկյան Կներեք ամենայն սիրով եւ հարգանքով, այսքանը փաս։ Շնորհակալություն 8 Տեսեք, երեխեք դերասանների հետ խաղալը շատ դժվար է։ Իրանք պրոֆեսիոնալ խաղացող են։ Ես մի բան եմ ուզում հասկանամ։ Համար 4, երբ որ համար 2-ը քեզ սկսես թաղել, չէ՞, տրամաբանական է, եթե ինքը ասում է դու ստուգված ես, ուրեմն դու ենթադրում ես, որ ինքը կամ շերիֆա, կամ ունի կապ, չէ, մի րոպե, կամ ունի կապ շերիֆ, դու գցենք ինչ որ աչքերով հասկանա, 1000 տարվա ոչ դա։ Դու ինձնից լավ գիտես։ Հիմա որ դու դնում ես 8-ին, որը իր համար սուս փուս sense նստած, ուշադիր լսում է, я այն որ ասում է, խնդրում եմ էլի մի րոպե։ Ստեղ հարց է ծակում։ Դու որ վերցնում ես համար 8-ին դնում ես, տես ես ին վրա չեմ գնում։ Ես հիմա նույնիսկ համար 5-ի ես ջարդելը չեմ բանանում, որովհետև չեմ խաղացել մեր հիասքանչ գործընկերոջ հետ ու ես չեմ հասկանում իր խաղաոճը։ Հասկանում ես, տրամաբանություն չկա իր քայլերի մեջ, ես չեմ տենում երեխեք, կարող է դուք եք տենում։ Բայց ես առաջնական տրամաբանորեն ջարդել եմ ու ստեղ մասնակցություն անել։ Առաջիններ Ես ուզում եմ հասկանալ, համար 4, երբ որ համար 2-ը քեզ թաղում է, խի ես դնում համար 8-ը, եթե դու բացատրես, սուս փուս ես գնամ, ու նստենք խաղացենք։ Շնորհակալություն համար 8, համար 5 լսեցիք չէ, որ ստացակ առաջինը կատողություն, համար 9-ը Միանշանակ խաղում եմ համար 5-ի հետ, իմ համար հələ որ ամենաբաց կարմիրն է, որտեվ կարմիր է, տենց եմ զգում, ինձ թվում է 3 սև է գնացել, որովհետև 3 դուրս գալուց ասեց կարմիրը սև է երևում, մի տեսակ 5-ը սև է երևում, ամենակարմիրին ուզում էր սևացներ, չեմ հասկանում ձեր զնակները, կներեք, որ սենց բանեք չեմ հասկանում, բայց ոնց հասկացա ստուգված սևա 4-ը, եթե ստուգված սևա 4-ը, ուրեմն պահպանենք իր թեկնածությունը, մեկը, ոչ իմ խաղում եմ 5-ը, 8-ը ճիշտն ասած կարմրեց իմ աչքին, որովհետև զգացի, որ ուզում է կարմիրների, то есть տրամաբանական էր ասում 4-ի ու 2-ի մասով, 2-ը ինձ թվում է կապ ունի շերիֆի հետ ու դրա համար ասել, որ ստուգված է, տենց եմ զգում ամեն դեպքում 7 ջան, իդեպ չգիտեմ, անկեղծ չգիտեմ, դու կարող եք թե չէ, նախորդ կրուգի ժամանակ ես խաղում եի ձեզ հետ ու խաղում էի 6-ի հետ, տխրում եմ, որ 6-ը գնաց, որովհետև իրոք 6-ին էի մեկ էլ հավատում ես խաղում, մեկը շարունակում է մնալ իմ համար կասկածելի 6-ը սևա գնացել, 3-ը սևա գնացել, իմ համար էլ է 3 սև գնացել, կներեք, համար 10 Շնորհակալություն, փորձեմ հնարավորինս արագ ընդունեք 4 Գնում է հիմա խաղաց 4-ը։ Ինչ վերաբերում է համար 5-ին, համար 5 ջան, երբեք լավ քայլ չի, երբ որ դուք ջարդում եք ինչ-որ անհայտ խաղացողի, մենք չենք կարա իրավունք չունենք քննարկելու, երբ որ մտածենք 3-ը սև խաղացող, այո, 3 ասելա, որ մտածում եմ 6-ը սև է, 6-ը կրակվել է, համար 2-ը հետ է բացատրում։ Բայց ես կառաջարկեմ ստուգվի համար 9-ը, ինչի համար, որովհետև համար 9-ը ասում է, ես նա 2-ը շերիֆի տեղը գիտի, այսինքն ինչ կարա 2-ն է շերիֆը, ինչ գիտեք։ Պատկերացրեք, այսինքն դուք ասում եք 2, այսինքն իմ կարծիքով կարա դոնը 2-ին ստուգացել լինի, մտածելով շերիֆն է, շերիֆը չլի, այսինքն այդ այնց քայլ եք անում, այդ ինձ խառնում է իրականում, այդ ձեր քայլը, երբ որ դուք ասում եք ես 2-ը շերիֆի տեղը գիտի, ինչ գիտեք, կարող է 2-ն է շերիֆը։ Ես կքվեարկեմ համար 4-ին, անցած 0-ական կրուգի ձեր խոսքը, երբ որ դուք ասացիք կհաղթեն ուժեղագույնները, իմ համար այդ միշտ սևական քայլ է, որովհետև ես կարմիր քարտ եմ քաշել, ուզում եմ հաղթեն կարմիրները, ոչ թե ուժեղները։ Կապ չի, կարող է կարմիրները թույլ են, բայց համախմբեն ու հաղթեն։ Այդքան է փաս։ Համար 1 եզրափակել։ Հարգելի համար 4, քանի որ համար 2-ն ամենակ ասէ, որ ստուգված խաղացող ունենք սև սեղանի վրա եւ ուրիշ ոչ մի շերիֆ իրավարկածը չի ասել սեղանի վրա, նշանակում է, որ մենակ այդ վերսիայով ենք խաղալու, ձեզ ստուգել է գիշերը, սև են ցույց տվել։ Ընդունեք համար 4-ի տեխնատությունը։ Դուք ում հետ եք շատ խաղում, ես չլսեցի։ 5-ի հետ եք խաղում, մտածում եք 3-ին սև է ինքը ջարդել։ Համար 8-ը 5-ին կարմիր խաղացող չի տեսնում հիմա օրինակ։ Հա, ես զայ եմ, որտեվ ստոլի վրա ով որ խաղա ջարդում, համար 5 ջան, կարևոր չէ, ասենք մենք չգիտենք 3-ի գույնը, մենք կարմիր խաղացող ենք։
մենք ձեր գույնը չենք կարող իմանալ, ջարդող խաղացողը միշտ բանի տակ, կասկածի տակ է լինում։ Դրա համար հստակ համար 5-ի գույնը չենք կարող ասենք, չնայած 0 կրուգում ձեզանից հետո բոլորը ձեզ անվանել են կարմիր խաղացող։ Ինձ մենակ դուր չեկա, որ 8-ը 7-ի հետ խաղաց, որտեղ 7-ը ասեց 1-2 կարմիր խաղացողներ են, իսկ դուք ասեցիք, որ 1-ը քերեց ականջս, այսինքն սև ավելի ինձ տվեցիք, բայց 7-ի հետ խաղացիք։ Ինձ մենակ ձեր խոսքի մեջ դա դուր չի եկել, դրա համար 8-9 ստուգում որ լինի լավ կլինի։ Շնորհակալություն համար 1 եւ այսպես ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 4, 8։ 4 ովքեր են համաձայն խաղի ցելանը համար 4-ը, շնորհակալություն 7 ձայն։ 8 ովքեր են համաձայն խաղի ցելանը համար 8-ը, շնորհակալություն 1 ձայն։ Համար 4 1 րոպե մահախոսական։ Իզուր այդպես արեցիք, ամեն դեպքում 8-ին ուշադիր եղեք Կարմիրներ ջան, հանեցիք կարմիր խաղացող, 8-ին, ես մնում եմ այդ կարծիքին։ Իսկ այդ խոսքը հետ, որ սևականը, կարմիրականը, ինչ կապ ունի սևակարմիրը, հաղթանակ ուժեղագույնին։ Լավ, դուք այդպես մտածեք, հաղթանակ ուժեղագույնին, ես նորից ասում եմ ու գնում եմ։ Գիշեր է քաղաքում։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 2-ին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առավոտ։ Համար 2 1 րոպե մահախոսական։ Նայեք բացատրեմ խաղը շատ արագ, կարելի է ինձ 30 վայրկյան ավելացնել նկատողության հաշվին, չէ՞։ Շատ արագ բացատրեմ խաղը ոնց ա եղել 9 ստուգված սև խաղացողը, համար 9 ջան, ձեզ ասեմ, շերիֆը ես չեմ։ Շերիֆը համար 1-ն է, հիմա ասում եմ ինչի, որտեղ ես վստահ եմ, որ խաղը սևեր եղել են 3, 4, 9, ու ես ինչ եմ ասել 0 կրոգում իմ տեքստում, ասել եմ ես գտնելու եմ կարմիր թիմ։ Ուղղակի 9-ի են բարի հայացքի պատճառով, ես ասել եմ 9-ի հետ էլ կխաղամ իր բարի հայացքի պատճառով։ Ես էլի ձեր հետ շարունակում եմ խաղալ, բայց դուք սև եք, դուք պետքա գնաք։ Դա եղել է լավագույն քայլերից մեկը իմ կարծիքով այս խաղի մեջ։ 5-ի քայլն է լավ եղել, որ հանել է համար 3-ին, ով իմ կարծիքով հանձնված սև է գնացել, որովհետև ասել է 6-ն է սև խաղացող, 6 առաջի գիշերա կրակվե, 10-ի գույնն եմ գթե կարմիր, որ ուզեցել է 9-ի ստուգում, 7-ն 8-ը կարմիր են, ոչ մեկ էլ չվիճեք, հիմա բոլոր ձեռքերով գնում է համար 9-ը, լինում է 4 կարմիրների հաղթանակ, ի գլխավորության մեր շերիֆի, ի գլխավորության բոլորիս մեզ։ Շատ լավ խաղեր իմ կարծիքով, բայց եթե ինչ-որ մի պարագայում խաղը մենակ եք մնացել, հա, մենակ եք մնացել, ասեք հա տենց ուրախ գնա, եթե ինքը մենակ մնացած չեղավ, դու արդեն խաղ։ Համար 9-ը ստանում եք առաջի նկատողությունը։ Դե ինչ շարունակում ենք խաղը, համար 5 շրջանը դուք եք բացում, խնդրեմ։ Սենց ասեմ, համար 2-ի խոսքը շատ դուրս եկավ, ասեմ ինչի, որովհետև մինչ իրա խոսել է, ես համար 9-ին էի նայում, համար 9 ինչքան դու ինձ հասկանում ես, ես կարողանում եմ ստեմ, թե իմ ապսեի մեջ եմ, թե ոնց, մի բան ասեմ, քո աչքերն են, որ կեսից ես գացի, չէ, դու էլ ես իմ նման, դու չէ, համարին, մինչև համար 2-ի խոսքը դու արդեն իմ աչքին, որովհետև մի բան ես իրական քեզ շատ եմ սիրում, միշտ ուզում քո հետ կարմիր խաղամ, հետո ասել եմ իրոք էմոցիաներ դիր մի կողմ ու փորձի մեկ ուրիշ հայացքով նայել ու ես գտա այն աչքերի փայլը, որ ինքը կեղծի տակ էր, այսինքն դու ուզում ես քեզ, բայց դու այդ մարդը չես կանում, ոնց օրինակ ես չեմ կարող սև խաղամ։ Ճիշտ ասած, մի տեսակ առաջին համարն էլ իմ աչքին էլի կարմրացավ, որովհետև 2-ը շատ ճիշտ բնութագրում տվեց, հա, այդ եմ ասում, հերիք չի կարմիր, մի բան էլ շերիֆ, ու չգիտեմ, ընդունեք համար 9-ի տեխնատություն, համար ինչան կներես։ 9, 10 վայրկյան։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 7։ Ընդունեք համար 9, ես մի խաղում եմ հաստորեն սև եղակ, էլի հավատացել էի, բայց չէ, ես ի սկզբանե 3-4-10 էի մտածում, բայց լավ էր, որ 9-ի ստուգումը լավ էր, հա, վсё, 9-ի ստուգումը լավ էր, գոհ էի իմ թիմից, որ ի սկզբանե 5-ին էլ էի կարմիր տեսել, ու ջարդել է, որ 4-ին հանեցինք, որտեվ 3-ին սև ենք ճանապարհել, եք ճանապարհել ավելի ճիշտ, այդ շատ լավ քայլ էր։
Հա, ընդունեք համար 9 հետ ասեցի։ Ինձ թվում է 9-ն էլ գնա ու կարմիրների հաղթանակ կլինի։ Բաս։ Համար 8 Տրամաբանենք։ Համար 2-ը վստահաբար կարմիր գնաց։ Գնալուց առաջ ասեց, որ համար 1-ը շերիֆ է, այսինքն ինքը դնում է ուդարի տակ, լագիչն է։ Սև խաղացողը չէր դնի ուդարի տակ, խի պետք է դնի։ Իչա, ես 2-ի մասին եմ խոսում, մի վարքյան։ Համար 1-ը շերիֆ, համար 2-ը կարմիր, համար 9-ը ստուգված սև, եթե համար 9-ը գնում է, փաստորեն խաղը պրծնում է, եթե խաղը չի պրծնում, ուրեմն ես ոչ մի բան չեմ հասկանում տարական տրամաբանության մեջ։ Նվազագույնը, իսկ դա այդպես չի, էլի։ Համար 9-ը, ինչ ասեմ, լավ չի։ Լավ չի, այո, ես համաձայն եմ։ Այսքանը։ Համար 9 Դժվար է լողալ ծծմբական թփի մեջ եւ այն էլ փակված բանկայում իմ ամբողջ հույսերն էր որ գոնե շերիֆը կստուգեր համար 8-ին ճիշտն ասած ասի գոնե տենց մի բան կլինի բայց դե ինձ ստուգված 9 եմ ստուգված սև եմ Ժորջան ընդունեք 9-րդ համարի տեխնացիոնը բնականաբար չեմ խաղա հիմա եւ չեմ ասի որ շերիֆը ես էի կամ ես ինչ որտեվ ես տենց ազնիվ մարդ եմ էլի դե ստուգված սև եմ բայց եկեք ինձ հիմա մի անեք մեկը արդեն ստուգված եմ Եկեք ելում ենք կասկածում, դնենք մեկի վրա, մինչև ինձ հետո վերջում, որ երեակն է կհանեք, համաձայնեք, եկեք օրինակ դնենք ընդունեք համար 7-ի թեկնածությունը, հա? Ընդունված է 7 Ինձ մի քիչ պահեք էլի մեկը, արդեն ստուգված սևը Համար 7, մի տեսակ շատ կասկածելի է, ընդունեք իրա թեկնածությունը Վերջ, ընդունեք 10 Շնորհակալություն, անցած խաղին ես ասացի, անցած կրոգին, որ դուք հաստատ սև եք ու շերիֆին էլ խնդրել եմ, որ ձեզ ստուգի, որտեղ ձեր խոսքի մեջ ասացիք, որ 2-ը շերիֆը չի, բայց դոնն եք եղել։ Հա, 2-ը կստուգեք, ոչ, ասեք։ Չէ, դոնը չեմ եղել։ Համար 9-ը երկրորդ նկատողություն մի ստացեք։ Ուղղակի ինձ հետաքրքիր է համար 7-ի ու 8-ի վստահությունը, որ 3-ը սև է գնաց։ Ես շատ ուրախ կլինեմ, որ 3-4-9 լինեն, խաղը պրծնի Սուխոյի հաղթանակով կարմիրների Նա 7 նայեք 7 ասում է որ մտածում է 3 հաստատ սև է գնացը դուք էլ ինչ որ ասում եք 9 սև 2-ը կարող է կարմիր էր բանսս տեքստեր եք ասում եք ինձ իրականում այդքան շատ դուր չեք հիմա համար 9 ջան ես ձեր հետ քվեարկում եմ 7 լավ է մնացած կարմիրները բայց ձեր դեմ են քվեարկելու նայեք ես կուզեի մնայիք մի հատ էլ խաղայինք բայց դե հիմա տենց է ստացվել ես մտածում եմ եթե 9-ի գնալուց հետո խաղը չպրծնի գալի 8-ին ստուգել համար 7 ջան 5-ի արած քայլը երբեք լավ քայլ չի կներեք բայց դա երբեք լավ քայլ չի որովհետև հիմա որ 3-ը գնացել ան այդ խաղացող այդ խառնաշփոթի արդյունքում է հիմա կարող է ինչ-որ մի մոլորակում 3-ը կարմիր է Իսկ եթե սև է էլի լավ քայլ չի որովհետև հաշիվները խառնում է իրար Համար 5 երկրորդ նկատողությունն եք ստանում հաշիվները խառնում Համար 10 շնորհակալություն համար 1 Ընդունեք համար 9-ի թեկնածությունը 8 չստուգեցի ձեզ ստուգեցի որովհետև այդ ձեր վախեցած աչքերով նստած նայում եք դե ես խոսքից մեջ ասեցի որ 8-9 պետքա լինի համար 8 ջան խի տխուր մտազբաղ սենց մտքերում տրամաբանություն եք մանգալի մեկը շերիֆ է շատ լավ է նստած է երկուսին բացվել էր որպես շերիֆ ես բացվել էի որտեվ երկուսին կարմիր խաղացող էի տեսել ու ասել է առաջ գիշեր ստուգել եմ 6-ին որը կրակվել է 4-ին չենք ստուգել իմիջայլուց հանել ենք 4-ին ուղակի երկրորդ գիշեր 9-ին ենք ստուգել սև խաղացողը ուղղակի պետք չի մտազբաղ լինել հիմա 9-ին կհանեք ես եթե խաղը չվերջանա ես մի ստուգում էլ ունեմ անելու ու արդեն ձեզ ստուգեմ եթե խաղը չվերջանա всё ձեզ կստուգեմ շնորհակալություն փաս շնորհակալություն եւ այսպես ուշադրություն քվեարկություն տեխնացուներն են 9 7 9 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 9 շնորհակալություն 5 ձայն 7 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 7-ը շնորհակալություն համար 10 ձեզ 1 ձայն համար 9 1 րոպե մահախոսական Մերնեմ ձեր սրտին բոլորիդ ես շատ ուզում էի կարմիր լինեի որտեվ իրոք տխրել եմ որ տենց քաշեցի ու սև եղավ դաժե ուզում էի շերիֆ լինեի Երանի համար 1-ին Ինչ ասեմ, պարտվելն էլ է լավ բան, կարաս սենց ուղիղ պարտվես, ասես ես 9 եմ, ես սև եմ և ցավում եմ դրա համար, այսքան Շնորհակալություն, դե ինչ, գիշեր
Սիրելի հեռուստադիտող, քանի գիշեր է ասեմ հետևյալը, որ այս խաղում, այս փուլում հաղթող է ճանաչում սև, այս ինչ եմ ասում, կարմիր թիմը, առավոտ, հաղթանակ կարմիրների, սևերի, 3, 4, 5 Կարմիրները բարեհաջող պաշտպանվեցին եւ կարողացան խաղից հեռացնել բոլոր սևերին։ Այսպիսով այս խաղում հաղթանակը կարմիրներինն է։ Ինչպես որոշեցիք աջակցել նախագծին։ Ստանալով առաջարկը ուսումնասիրել ենք, պրոյեկտը շատ դրական եւ հետաքրքիր, որոշեցինք նաեւ մենք մասնակցենք այս պրոյեկտին։ Կարծում լավագույն ժամանցը թեթև եւ դրական միջավայրն ապահովում են խաղերը։ Իսկ այս նախագիծը ինտելեկտը եւ ժամանցը համատեղում է։ Այբոլիտը լավ նախաձեռնություններում մշտապես փորձում է իր մասնակցությունը ապահովել։ Մենք աջակցում ենք նախագծին, ներկայացնելով լավագույն ծառայությունները ոլորտում։ Որն է ձեր ընկերության գաղափարախոսությունը եւ ինչ եք առաջարկում ձեր հաճախորդին։ Քանի որ այս խաղը բավականին հետաքրքիր ժամանց է, ըստ ինձ ու ըստ մեր բաժնի պատկերացմամբ, խմիչքն էլ կազմում է բավականին հետաքրքիր եւ կարեւոր մասը ժամանցի, որոշենք sense զուգահեռագիծ անցկացնենք եւ նաեւ խաղի ընթացքում ոնց տեսել եք մեր գինիները եւ կոնյակները արկա էին։ Առհասարակ շուկայում մենք ներկա ենք լայն տեսականիով գինիների, ինչպես նաև կոնյակների, ավանդական օղիների եւ ունենք նոր ուղղություն, դա մեր պարզացված արտադրանքն է։ Ամեն բան ավելի քան պարզ է։ Մշտապես զարգանալ, ապահովել սպասարկման ոլորտում նոր ձեռքբերումներ, մշտապես ունենալ բազմազան տեսականի եւ իհարկե լինել գոհ հաճախորդների քանակով առաջատարը։ Իսկ իհարկե այդ ամեն ինչը հեշտ է դառնում բարեխիղճ աշխատանքի եւ մշտական հավատարիմ հաճախորդների շնորհիվ։ Խաղի ընթացքում ունեցել եք այնպիսի նախընտրած մասնակից, ում կցանկանաք տեսնել հաղթողի շարքերում։ Դիտել եմ գրեթե բոլոր խաղերը եւ ամեն խաղերում եղել են լավ լիզերներ։ Կարելի է առանձնացնել մի քանիսին, բայց քանի որ դեռևս պետք է հայտարարվի հաղթողը, ձեռնապակը մնամ ասել իմ ֆավորիտին, բայց վստահ եմ, որ ինքը կլինի լավագույն երեկում։ Գտնվելով ժյուրիի կազմում, դիտել եմ խաղը եւ առհասարակ շատ հետաքրքիր է, որտեղ տպավորությունները, երբ որ դիտում ես անմիջապես խաղը, տես ասած մի մասն ես թեկուզ ժյուրիի կարգավիճակով, լրիվ այլ է, որտեղ էմոցիաները շատ հետաքրքիր է եւ կառանձնացնել հենց Արտյոմ Վանեցյանի խաղը շատ հետաքրքիր էր ոճը, որով ինքը մասնակցում էր խաղին։ Քանի որ տոներն է մոտենում, ամբողջ Իջևանի գինու կոնյակի գործարանի անձնակազմի կողմից կուզենայի շնորհավորեի բոլորի գալիք տոները, մաղթեի ուրախ նոր տարի եւ առհասարակ մաղթեի, որ մյուս տարին լիներ ել ավելի հաջողակ, քան նախորդը։ 2026 թվականի ձեր ֆոտոալբոմում թող լինեն միայն դրական եւ էմոցիոնալ նկարներ։ Իսկ 26 թվականին Այբոլիտը նոր անակնկալներով եւ նոր հաճախորդներով է հանդես գալու։ Սիրով կսպասենք ձեզ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։